Հայր ջան, բարի երեկո, մի ժամ ու կես առաջ, չէ, մի քիչ ավելի շատ, ժամ 6-ի կողմերը դատարանից դուրս եկա Բագրատ Սրբազանի և 17 անմեղների դատներ, 18 անմեղների, ոնց են ասում, 18 արդարների դատին էի ներկա, բարկացա բավականին, որովհետև Վահագն Չախալյանի, իմ ընկերոջ Վահագն Չախալյանի կալանքի փոփոխման միջնորդությունը մերժվեց, այնտեղ շատ ծանր վիճակ է, որովհետև երեխաները կինը արդեն 7 ամիս է այդ տղան բանտարկված է, մի հատ ինչ-որ մեկը հեռախոսով ասել է Չախալյանի անունը, չի էլ ասել, որ դա Վահագնն է, ես այդպես անարդարության վրա արդեն սկսել եմ չզարմանալ, որովհետև 4 կողմը այդ անարդարությունն է, տեղից ջղայնացած դուրս եկա, մտա Պանթեոն, ոնց որ մի քիչ որ հանգստանամ, հետո Պանթեոնը տեսա, մեր անծաղիկ Պանթեոնը տեսա, ես էլ էի անծաղիկ մտել, դատարանից էի դուրս եկել, ու շատ վատ զգացի, ավելի ջղայնացա, որովհետև մենք մեր մեծերին հենց թեկուզ հենց ռուսների հետ համեմատություն որ տանում ես, Վագանկովսկի գերեզմաններ որ գնաս միշտ թարմ ծաղիկներով իրենց այդ մեծերի շիրիմները լցրած, ծածկած, ստեղ մտա շուն էր մեկը ման տալիս, ու մեր մեծերը տենց այնտեղ տխուր, հետո այնտեղ համեմատության, էդի չեմ ուզում մանրամասնեմ, նայեցի այդ քարերի համեմատությունը մեծ փոքր եւ այլն, մի քիչ էլ դե ջղայնացա, դատարանում այդ ինչ են այդ միլիցիաքը որ կան, դրանց այդ թուրք բան որ գոռացի, մեկը ռեպլիկա թողեց, մի քիչ էլ դետեք վիճեցի, մի խոսքով տենց կուտակված ջղայնացած դուրս եկա, անգերես Զաքարը մի հոդված էր ուղարկել, որ 24 Սյունիք 24 կարծեմ տենց էր կոչվում, որ ուրեմն ես ճանապարհը որ թրիպ են ասում, ինչ են ասում, Թրամպի ուղի են ասում, մի խոսքով Թուրքիան Ադրբեջանի հետ կապող միջանցքը, ինչ էլ անուններ դնեն, ինչ էլ երկրների բաներ խառնեն, սա թուրքական շահերին, Թուրանի, ուրեմն պան-թուրքիզմի ծրագրի շահերին ծառայող ծրագիր է, Բաքուն Անկարայի հետ կապելը ոչ մի այդտեղ օգուտ չկա հայերին, ստից գլուխներ ականջներից լավ շահ են կապում, տեսա որ 99 կտոր հողամաս, որպես հանրային շահ, գերակա շահ, մարդկանց ձեռքից վերցնում են, և իմ բնութագրով տալիս են թուրքերին, այդ ճանապարհը որ սարքվում է, դրանով թուրքերն են գնալու գան, Բարից բուն իմաստով մարդկանց հողամասերը վերցնում են որպես գերակա շահ, հանրային գերակա շահ, և ես այդ բացատրեցի, իհարկե ջղայնության պատճառով կիսատ պռատ բացատրեցի, ընկերներից շատերը չէին էլ հասկացել ինչի մասին եմ խոսում, գիտեին թուրքերին տուն են տալի բան, խոսքը գնում է այդ միջանցքի համար, այսպես կոչված հանրային գերակա շահ, մարդկանց ձեռքից այդ հողամասերը վերցնում են, Մեղրի շրջանում, որպեսզի այդ ճանապարհը սարքվի ըստ երևույթին, որը դրա վրայով թուրքերն են գնալու գան, իմ բնութագրումով դա այդ հողերը վերցնում են հայերից, տալիս են թուրքերին, այսինքն հանրային գերակա շահ չեն ասում, որ սա թուրքերի եւ ադրբեջանցիների հանրության գերակա շահն է, ոչ թե մեր հայերիս, դա իմ բնութագրումն է, եւ այդտեղ ջղայնությունս թափեցի ընդհանուր ընդդիմության վրա, ընդդիմության բնութագրելով, որ եթե դուք էլ գալու եք նույնն եք անելու եւ այլն, մի քիչ ճիշտ չստացվեց, ինչի եմ ասում, հանկարծ չստացվի, որ ես թեկուզ մի կաթիլ ջուր լցնեմ ես ապաշնոր, ես դավաճան, սրիկա, ապազգային, հայատյաց, լկտի, ջիշովկա, ուրեմն այս իշխանավորների բանին, ջրաղացին, հանգարց տենց չստացվի,
որտեղ ընդդիմությունից ես իրավունք ունեմ բողոքելու, որպես ինքս ընդդիմադիր լինելով, եւ այդ բողոքի մեջ մտնում եմ նաեւ ես, ուղղակի ջղայնանում եմ, կատաղում եմ, որ գիտեք ինչ կա, ոնց որ մենք սպասենք, որ սա ամեն ինչը տա վերջացնի, հետո ասենք լավ, ախր ոնց դե լավ, հիմա ինչ անենք, տվելա, ոչ, երբ որ ես ասում եմ, որ գաք նույնը չանեք, գիտեք ինչ նկատի ունեմ, ես շատ քիչ դեպքերում եմ ջնջում իմ խոսածածը, բայց ես ինքս լսեցի եւ ես համոզվեցի, որ այնտեղ կարող է սխալ հասկացվի եւ կարող է սրիկալի ծնունդները մի վարքյան թեկուզ կես վարքյանով օգտագործեն դա իրենց օգտին։ Հետո իմացա, որ այսօր կայացել է ուժեղ Հայաստան կուսակցության հիմնադիր ինչա ժողովա ինչա տենց մի բան հա համագումարը ու մի տեսակ ստացվեց որ այդ համագումարը ոնց որ տեղի էր ունենում ես էլ ասում եմ որ գակ բան հանգար չստացի որ ես նոր ուժին եմ մի հատ էլ ես կողքից քացով խփում այտենց չի ես այդ ուժի բանը չեմ ինչա ես այդ ուժից չեմ կուսակցություններին դեմ եմ եղել եւ դեմ եմ Հասկանում եմ, որ այսօր պայքարելու համար սահմանադրությունը այնպիսին է, որ ստիպված ես, նույնիսկ կարող է դու էլ դեմ լինես, բայց ստիպված ես դու այդ սիստեմի հետ պայքարելու, այդ սիստեմի օրենքներով շարժվել։ Ունես չտասի, որ ընդեղ ինչ-որ մի նոր ուժ, որը ունի հնարավորություն Նիկոլի, ուրեմն, լարելու, տղավարի ասեմ էլի ունես տասի որ ես այդ ուժին հələ չսկսած պատնոշկա եմ տալի ոչ բոլոր այն իրական ընդդիմադիր ուժերը ովքեր ուզում են ձերբազատվեն այս սրիկը հայատյաց ապազգային ուրեմն օտար ագենտերով լեփ-լեցուն ուժից կամա թե ակամա ես պետք է այս դեպքում իմ կարողություններով իրանց օգնելու եմ Ինչպես 21 թվականի ընտրությունների ժամանակ նես չի որ աշկից լուսնեն այս կամ այն կուսակցությունները կամ խմբակցությունները, բայց քվեարկել եմ այն ուժի կողմ, որը որ կարծել են որ ամենամեծ շանսերը ունի պայքարելու այդ օրվա իշխանությունների դեմ։ Չի ստացվել։ Բայց որ հուսահատվենք ու սենց ասենք որ չի լինի, դա էլ չպետք է լինի, չպիտի ասենք չի լինի։ Ճիշտ է, շատ բարկացած եմ, շատ ջղայնացած եմ։ Ինքս իմ վրա, մեր ազգի վրա, մեր ժողովրդի վրա, որ մենք ես չէի պատկերացնում, որ մենք այսքան կարող ենք հանդուրժել։ Այն ինչ որ մեր գլխին են անում այս հայատյաց սրիկաները Դա անընդունելի է, մենք երևի աշխարհի երեսին այդպիսի հանդուրժող ազգ գոյություն չունի, եւ դա ինձ բարկացնում է, Իմացա, որ տեխնացուն վարչապետի Սամվել Կարապետյանին են որոշել, հայտարարեցին, այնտեղ իրավական, սահմանադրական ինչ խնդիրներ կա, քանի որ ես կուսակցական համակարգը չեմ ընդունում, չեմ էլ խորացել դրա մեջ։ Լավ է, որ ինչի է լավ։ Կարծում եմ լավ է այնքանով, որ ում էլ որ դնեին, մի պոչ կպցնելու են։ Իսկ այդ մարդը կայացած մարդ է։ Մի քիչ ավելի իջնեմ այդ մակարդակի, հա, հարուստ աղքատի մակարդակից խոսամ։ Հարուստ մարդ է։ Այսինքն ձեռը քարի տակ չի, պոտենցիալ ունի հնարավորություն, որպեսզի ձերբազատվենք այս սրիկա ուրեմն ռեժիմից, այս ֆաշիստ նեոբոլշևիկյան, ֆաշիստական, վատ իմաստով, սիոնիստական ռեժիմից։ Դա իմ բնութագիրն է այս ռեժիմի, այս ոստիկանապետությունից։ Ինչ նկատի ունեի, ես իմ խոսքերից հետ չեմ կանգնում, ուղղակի քանի որ ճիշտ կարող էր չհասկացվել եւ նորից եմ կրկնում, հնարավոր է,
որ այս սրիկա շները օգտվեին այդ իմ ասածից, որ տեսեք, ստեղ նույնիսկ ընդդիմադիր մարդիկ են ասում, զեսա ասում, են ասում, ես ասում եմ մի կաթիլ կներեք արտադրության համար, նույնիսկ միզելով չպիտի օգնենք, որ ասում են մկան շերը ջրաղացին օգուտա, նույնիսկ մկան շերի արժանի չի ես ուժը, որպեսզի հանկարծ քո բարերը, քո ասածը օգտագործեն իրենց օգտին։ Եվ դրա համար պարզաբանում եմ մտցնում, որ բոլոր այն իրական ուժերը, որոնք պայքարում են ձերբ ազատվելու այս ռեժիմից, պետք է իմանան, որ մենք հայերս միայն չենք բավարարվելու ձերբազատումով։ Մի անգամ մեզ պատմության մեջ պետք է պատժվեն հայության, մեր պետականության, մեր անկախության, մեր ինքնիշխանության, մեր սերունդների դեմ գործած իրենց զազրելի ցեղասպան հանցագործությունների համար։ Եվ երբ որ ես ասում եմ ոչ բարով գան, ընդեղ այտենց օգտագործել էի։ Ես հենց դա նկա, եթե պետք է գան, եւ եթե պետք է այս ամեն ինչի մեղավորները չպատժվեն, հաշվի առեք։ Իմ նման մարդիկ, որոնք ձեզ օգնելու են, որ ձերբազատվեք սրանցից, հետո էլ ձեզ են անիծելու։ Որովհետև այս հանցագործությունները, որ այս վերջի տարիներին կատարվել է հայ ազգի նկատմամբ, պետք է անպատիժ այդ հանցագործները չմնան։ Մենք ՀՀՇ-ի ռեժիմի ժամանակ ունեցանք այդ դառը փորձը։ Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանն եկավ բացատրություն տվեց, ինչի չի արել, պատերազմը նոր ավարտված եւ այլն, բայց այսօր ինչ որ կատարվում է, դա արդյունքն է նրա, այն ինչ որ չարվեց այդ ժամանակ։ Եվ ես չեմ ուզի, որ անդադ պատմության սխալները մենք կրկնենք։ Վերջի վերջո մենք պետք է ուշքի գանք, պետք է հասկանանք, որ սխալների վրա սովորում են։ Ես չեմ վախենում սխալվելուց։ Եվ առավել եւս, այ հենց հիմա ինչ եմ անում։ Չեմ վախենում ընդունելու իմ սխալը։ Անսխալական մարդ չկա։ Անսխալականը լինենք ես եկի վրա ինչ գործ ունենք, Աստված մի րոպեում կտանի իր մոտ։ Կնստացնի կողքը, կասի դու անսխալական մարդ ես։ Մենք սխալի մեջ, մեղքի մեջ ծնված մարդիկ ենք։ Սխալը ընդունելը հասկանալը, դա տղամարդություն է, տղամարդուն վայել է։ Բայց սխալի վրա պետք է սովորել։ Եթե մի անգամ սխալվում ես, թեկուզ ընդունում ես այդ սխալը, բայց հետո նույն սխալը կրկնում ես, դու հայտնվում ես ապուշի կարգավիճակում։ Հիմա մենք ազգովի հոապուշ չենք, անդադ նույն սխալները կրկնենք։ Ընդունեցինք բացատրությունը Ռոբերտ Քոչարյանի, որ ինչու չի պատժել այն ժամանակվա նույնպես ազգակործան ռեժիմին, որը դեռ այն ժամանակ պատրաստվում են հանձնեին Արցախը ադրբեջանցիներին կամաց կտոր։ Եվ հիմա այդ սխալը գործել ենք, հիմի նորից պետք է դա անենք, ոչ, դրա համար ես ասում եմ, իմ ընդդիմադիր ընկերներին, ընդդիմադիր ուժերին, որոնք այսօր են նոր ուժ են, հին ուժ են, շատ հին ուժեր են, 100 քանի տարվա հասկացան դաշնակցական մեր ընկերները, կապ չունի, հայության, ազգի, պետության դեմ հանցագործած սրիկա այդ ցեղասպան հանցագործները, այո, դա ցեղասպանություն է։ Այն ինչ կատարվեց Արցախի եւ Արցախի մեր հայության հետ, դա ցեղասպանություն է, որը շարունակվում է մինչ օրս։ Ես անունը դրել եմ սողացող ցեղասպանություն։ Ուշադրություն դարձեք, ամեն օր կարդացեք, քանի երիտասարդ Արցախահայ է, Արցախահայ բառը սխալ է, Արցախցի, որտեղ այնտեղ հայեր են հիմնականում, քանի Արցախցի է լքում այս երկիրը, եւ ասում են ոնց, ինչի է այդպես ջահել, 40 տարեկան, 30, 50, ինչի, դուք չեք էլ պատկերացնում այն ցավը ինչի մեջով իրենք անցել են, հազարամյակներով
իրենց գերեզմաններով իրենց հողից կտրվել են, ծառը արմատներից հանել են, բերել են ստեղ, դրել են արևի տակ, չորացնում են, չեն էլ տնկել ինչ որտեղ։ Այդ մարդիկ անտուն, անտեղ, արմատից հանած ծառի նման են։ Այդ 50,000-ները բան ասեց, վրեն ջուր ենք ցպնում, այդ ծառի, արմատները մեծ ծառի, հանը դրել են արևին չորացնում, վրեն ջուր են ցանում, ասում են դիմացեք, դա համար չեն դիմանում, չորանում են, մեռնում են։ Եվ այս ցավը կուտակվում է ու սենց ժայթքում է։ Դրա համար ընդդիմադիր ուժեր, նոր ստեղծված, հա, մի ուրախալի բան տեսա, որ փոշիացնող, ձայներ տանող կուսակցությունները հնարավոր է հավաքվեն մի ինչ-որ խմբի մեջ, որքան հասկացա Գագիկ Ծառուկյանի, տեսեք, բոլորի մասին խոսում են, բոլորի համարյա, այն շապակլյակ, մապակլյակների մասին, այն շակալների, Մաուգլի շակալների անունները չեմ տալիս, խոսում եմ այն ուժերը, որ ինչ-որ տեղ ունեն, ինչ-որ հետևորդներ և որոնք ունեն ինչ-որ հնարավորություն այս կամ ենքան տոկոս ուրեմն ձայն հավաքելու։ Որպեսզի դու չփոշիացնեք, ես լսեցի Գագիկ Ծառուկյանը նախաձեռնել է, որ մի քանի ուժ հավաքի մի տեղ։ Դրանել եմ ես շատ կողմնակից և ողջունում եմ նաև այդ քայլը։ Գագիկ Ծառուկյանի հետ էլ կապ չունեմ, Սամվել Կարապետյանի հետ էլ կապ չունեմ, Ռոբերտ Քոչարյանին ես տեսել եմ, խոսել եմ, բայց միևնույն է, ոչ իր խմբակցությունից եմ, ոչ իրան հարող կուսակցություններից և ընդհանրապես կուսակցություններին ասել եմ ու կասեմ, որ ես դեմ եմ և հուսով եմ, որ հաջորդ ովքեր որ կգան իշխանության, կուսակցական այդ կառավարման սիստեմը, այդ աշխարհի կառավարման սիստեմը փոխվում է և մենք որպես հայ ժողովուրդ ունենք շատ ավելի մեզ և մշակութային և ամեն ձևով և մեզ այս ճահճից հանելու շատ ավելի լավ համակարգեր կան, որոնցից մեկի ջատագովը ես եմ, աշխարհաժողով է կոչվում, դրա մասին շուտով մանրամասը կբացատրենք, հուսով ենք, որ այդ մարդիկ կմտածեն այդ մասին, հուսով ենք, որ այսօր իրանք ստիպված սահմանադրությունով, օրենքներով, հերթական, չգիտեմ քանի 100-րդ կուսակցությունը բացում են ստիպված, որպեսզի կարողանան գալ իշխանության և վերջապես արդարապետություն լինի, արդարություն լինի այս երկրի վրա։ Արդարություն լինելու համար մենք պետք է ձերբազատվենք կուսակցական այս հոտած, փտած, աղանդավոր սիստեմից։ Կուսակցությունները իմ համար դա քաղաքական աղանդներ են։ Կուսակցական շահերը միշտ դրվում են ազգային շահերից առաջ և այդ պատճառով ես համոզված անկուսակցական եմ, համոզված ուղղնուցուցով անկուսակցական եմ, առաջարկներ եղել է այս կամ այն կուսակցության ցուցակներով և բոլորը մերժվել են հենց իմ սկզբունքներով, բայց նորից եմ ասում, ողջունում եմ և այսօրվա ստեղծված, որովհետև տեսնում եմ, որ իրանք պոտենցիալ ունեն, ռեսուրս ունեն, և այն ինչ որ լսում եմ, ականջահաճո չի, ոչ թե լսում եմ ինձ հաճելի է լսել այն ինչի մասին խոսում է այդ երիտասարդ նոր քաղաքական գործիչը Նարեկ Կարապետյան, այլ ես այնտեղ տեսնում եմ, միտք եմ տեսնում շատ հարցերում, տեսնում եմ, որ ինքը իր ասածին, իրենց ասածներին ունեն հնարավորություն դա իրականացնելու, որը օգուտ կբերի հանրությանը, արդեն հայկական հանրությանը, ոչ թե այսօր հանրային շահը, ասում են ադրբեջանական հանրային շահերի։ Այդքանը երևի առաջի անգամ այսքան տարիների մեջ ես լայվ եմ արել, ջնջել եմ, նորից սա թող լինի ընկերներից մանավանդ, ովքեր հասցրեցին այդ 5 րոպեում, շատ ջղայնացած էի, սխալ չընկալվի, որ ես ինչ-որ ձևով ընդդիմությանը
ընդհանուր ընդդիմությանը, որտեվ ես եմ ընդդիմություն։ Այն մարդը, որ ատելով ատում է, ոչ մի կուսակցական չի, ինքն էլ է ընդդիմություն։ Իրական ընդդիմությանը, հոգով ընդդիմությանը, մտքով, սկզբունքով ընդդիմությանը, ոչ թե ձևի համար ընդդիմությանը։ Իսկ ձևի համար ընդդիմություն շատ ունենք։ Ես այսօր չեմ խորանա այդ մանր մուներ, ուրեմն այս նավից այն նավը թռչողների մասին, հա, անդադ իրենց թեկուզ կուսակցությունները անդադ կուսակցական բիլետները փոխելով այս կուսակցությունից այն կուսակցություն թռնող այդ խամաճիկների մասին չի խոսքը։ Խոսքը գնում է լուրջ ուժերի մասին, եւ այսօր կան այդ ուժերը ստեղծվում են, ես պոտենցիալ տեսնում եմ եւ հույս ունեմ, հույսը վերջինն է մեռնում, որ ավելի կազմակերպված կգործեն իրական ընդդիմադիր ուժերը։ Պետք չի, որ իրար հետ լինեն, դառնան մեկ հատ, ոչ, բայց ավելի կազմակերպված, մեկը մեկին չվնասեն իրական, իրանք շատ լավ գիտեն ովքեր են իրական այսօր դեմ այսօրվա իշխանությանը, որպեսզի կարողանան չարիքից ձեռք ազատվել։ Եվ հենց այդ պատճառով, որպեսզի սխալ չընդունվի իմ այսօրվա ասածները, թե ես ընդհանրապես ընդդիմության վրա ցեխ եմ, ոչ մեկից չունեմ վախենալու, ասեմ իմանաք, չկա այտենց մեկը ընդդիմադիր կլինի, թե իշխանավոր կլինի, որից ունեմ վախենալու, որի պատճառով, բայց ունեմ սկզբունքներ, ես իմ սկզբունքներին էլ դեմ չեմ գնա։ Բարկության ջղայնացած պորտքում մի պահին արված սխալները պետք է ընդունել։ Ես շատ ընկերներ ունեմ իմ հետ պայքարում են այս իշխանության դեմ, բայց իրանք ընդդիմություն չեն, ընդդիմություն են, բան ինչ են, ոչ ինչ որի կուսակցությունից են, ոչ ինչ որ խմբակից են, ոչ ինչ որ ասենք հարել են ինչ որ մի կուսակցության կամ խմբակի։ Մաքուր, ազնվացեղ հայեր են, որ պայքարում են, իրանք էլ են ընդդիմություն։ Եվ ես մտածեցի, որ կարա սխալ ընդունվի իմ ասածը։ Այդ մարդկանց էլ ես, որոնց շատ եմ հարգում ու սիրում։ Դուրս ա գալիս, ես այդ մարդկանց էլ նկատի ունեմ, ինձ էլ հետ է։ Հիմա հուսով եմ, որ պարզաբանեցի։ Ես իմ սկզբունքները չեմ փոխում, բայց նաև բոլոր այն ուժերը, որոնք իրապես պայքարում են ձերբազատվելու այս օտարերկրյա չարիքից, այս նեոբոլշևիկյան ոստիկանապետության այս ռեժիմից, ունեն նաև իմ աջակցությունը։ Բոլոր ուժերը։ Պրինցիպիալնի խնդիրներ ունենք իրար հետ, ասեցի դա կուսակցական պատկանելու, կուսակցական այս սիստեմը համակարգը եթե չփոխվի, այս հոտած փտած համակարգը նոր ուժ է այսօր ստեղծվել, թող իրենք էլ սա լսեն։ Համակարգը պետք է փոխվի, այս համակարգով։ Լսեցի այսօր այդ երիտասարդ քաղաքական գործիչը Նարեկը ասում էր, որ գալիս են 2 տարին չի հերիքում եւ համակարգն է տենց Նարեկ ջան։ Այս համակարգը եթե փոխելու եք, ասեք իմանանք։ Այդ ժամանակ եթե հիմա մի ձեռով ենք ձեզ օգտակար լինելու, 2 ձեռով օգտակար կլինենք։ Եթե իմանանք, որ դուք թեկուզ մտածում եք, որ այս համակարգը իրոք սպառել է իրան, մերը չի, Հայաստանին օգուտ չի բերել ու չի բերելու, եւ որ գտնեք այն համակարգը, փոխեք համակարգը այնպիսին, որպեսզի լինի հայանպաստ, ազգային շահերը լինեն առաջնային, ազգային ծրագիր լինի, միայն տնտեսական ծրագիր չլինի, միայն, չգիտեմ, կուսակցական ծրագիր չլինի, ազգային ծրագիր լինի, անցավ մնացեք, լավ մնացեք, Աստված առաջ, չվախենակ, հույսներս էլ չկոտրենք, այսօրվա իմ ելույթը հնարավոր է շատերի մոտ հույս կոտրել, դրա համար ես իրավունք չունեի այն թողելու։ Չէ, ես էլ չեմ հուսահատվել, եւ տեսնում եմ թունելի վերջում լույս տեսնում եմ։ Եվ դրա համար սևացնել չի կարելի։ Ես իմ սխալը ընդունում եմ, այդքան բան, լավ եղեք։